Բյուրեղյա լեռ, ռուսական ժողովրդական հեքիաթ։ Ինչ որ մի երկրում, ինչ որ թագավորությունում մի թագավոր էր ապրում։ Այդ թագավորը 3 տղա ուներ։ Տղաները հորն ասացին. Ողորմած Տեր, հայրիկ, օրհնիր մեզ, գնանք որսի։ Հայրը օրհնեց, սրանք գնացին ամեն մեկը մի կողմի վրա։ Փոքր տղան գնաց, ճամփին մոլորվեց, դուրս եկավ մի բացատ։ Այդ բացատում տեսավ մի սատկած ձի ընկած, լեշի շուրջն էլ ամեն տեսակ գազան, թռչուն ու զեռուն հավաքված։ Բազեն թռավ, եկավ թագավորի տղայի ուսին նստեց ու ասաց. Իվան արքայազն, բաժանիր մեր մեջ էս ձին, արդեն 33 տարի է, ինչ էստեղ ընկած է, ու մենք էլ վիճում ենք, թե ոնց բաժանենք։ Թագավորի տղան իջավ իր թառլան ձիուց ու սրանց ավարը բաժանեց։ Ոսկորը գազաններին, միսը թռչուններին, մաշկը զեռուններին, գլուխը մրջյուններին։ Շնորհակալ ենք, Իվան արքայազն, ասավ բազեն, քո լավության դիմաց, երբ որ ուզես, կդառնաս թառլան բազե կամ մունջ մրջյուն։ Թագավորի տղա Իվանը իրեն 4 գետնովը տվեց, թե չէ, թառլան բազե դառավ։ Վեր սուրաց ու թռավ հասավ 30 սարից այն կողմ մի հեռու երկիր։ Իսկ այդտեղ էլ մի բյուրեղյա սար կար, որ համարյա երկրի կեսն իր տակն էր առել։ Եկավ ուղիղ պալատում վեր եկավ, նորից կտրիչ տղա դարձավ ու դիմեց դռան պահակին։ Ձեր թագավորն ինձ ծառայության չի վերցնի։ Ինչի չի վերցնի, ջահել տղա ես։ Մտավ ծառայության, մնաց այդ թագավորի մոտ։ Անցավ մի շաբաթ, 2 շաբաթ, 3, թագավորի աղջիկը հորը խնդրեց. Իմ թագավոր հեր, թույլ տուր արքայազն Իվանի հետ գնամ բյուրեղյա սարը, ման գալու։ Թագավորը թույլ տվեց, նստեցին թառլան ձիերն ու գնացին։ Մոտեցան բյուրեղյա սարին, թե չէ, որտեղից որտեղ դուրս թռավ մի ոսկե այծ։ Թագավորի տղան ընկավ ետևից, դես թռավ, դեն թռավ, այծին չկարողացավ բռնել, ետ եկավ, տեսավ թագավորի աղջիկը չկա։ Ինչ անի, ոնց երևա աղջկա հոր աչքին։ Շորերը փոխեց, դառավ մի սառամյալ ծերունի, այնպես, որ չէր ճանաչի։ Եկավ պալատ, թագավորին ասավ. Ձերդ մեծություն, քո նախրի վրա ինձ հովիվ կարգիր։ Լավ, եղիր նախրապան, միայն թե, որ 3 գլխանի վիշապը թռած գա, 3 կով կտաս, թե 6 գլխանի վիշապը գա, 6 կով կտաս, իսկ թե որ 12 գլխանին գա, ուրեմն 12 կով կհաշվես ու կտաս։ Թագավորի տղա Իվանը նախիրը քշեց սարերը, մեկ էլ հանկարծ լճից թռավ եկավ 3 գլխանի վիշապը։ Իվան արքայազն, էդ ինչ գործ ես բռնել։ Կտրիչ տղեն կռվում կլինի, իսկ դու նախիր ես պահում։ Հապա իմ համար ջոկիր 3 կով, ասում է 3 գլխանին։ Շատ յուղալի չի լինի, ասում է թագավորի տղան։ Ես մի ամբողջ օր ուտում եմ մի փոքրիկ բադ, իսկ դու ուզում ես 3 կով, չեմ տա ոչ մի հատ։ Վիշապը կատաղեց ու 3 կովի փոխարեն 6 կով զավթեց։ Թագավորի տղա Իվանը տեղն ու տեղը դառավ թառլան բազե, վիշապի գլուխները թռցրեց ու նախիրը քշեց տուն։ Պապի, հարցրեց թագավորը, եկավ 3 գլխանի վիշապը, տվիր թե չէ 3 կովը։
Չէ, ձերդ մեծություն, ոչ մի հատ չտվի։ Հաջորդ օրը թագավորի տղան նախիրը քշեց սարերը։ 6 գլխանի վիշապը լճից թռավ, եկավ 6 կով ուզեց։ Այ արմանք-զարմանք, անկուշտ գազան։ Ես մի ամբողջ օր ուտում եմ մի փոքրիկ բադ, իսկ սա թե 6 կով, չեմ տա ոչ մի հատ։ Վիշապը կատաղեց, 6-ի փոխարեն 12 կով զավթեց, իսկ թագավորի տղա Իվանը թարլան բազեդ առավ ու ընկավ վիշապի վրա, 6 գլուխն էլ թռցրեց։ Նախիրը քշեց տուն, թագավորը հարցրեց. պապի, եկավ 6 գլխանի վիշապը, շատ պակասեց իմ նախիրը։ Գալը եկավ, բայց առնելը չարավ։ Գիշերը թագավորի տղա Իվանը դառավ մի մրջյուն ու նեղ ճեղքի արանքով մտավ բյուրեղյա սարի մեջ։ Տեսավ բյուրեղյա սարի մեջ նստած է թագավորի աղջիկը։ Բարև, ասաց թագավորի տղան, էդ ո՞նց ընկար էստեղ։ Ինձ փախցրեց 12 գլխանի վիշապը, նա իմ հոր լճում է ապրում։ Էդ վիշապի փորում մի սնդուկ կա, սնդուկի մեջ նապաստակ, նապաստակի մեջ մի բադ կա, բադի մեջ ձու, ձվի մեջ սերմ։ Եթե դու սպանես նրան ու այդ սերմը հանես, այդ ժամանակ բյուրեղյա սարը կշարժես ու ինձ կազատես։ Իվան արքայազնը լեռան միջից դուրս եկավ, նորից հովիվ դառավ ու նախիրը քշեց։ Մեկ էլ հանկարծ թռավ եկավ 12 գլխանի վիշապը։ Իվան արքայազն, էդ քո գործը չի, որ դու ես անում, քեզ պես կտրիչը պիտի կռվելիս լինի, իսկ դու նախիր ես պահում։ Հապա հաշվիր իմ 12 կովը։ Յուղալի կլինի, սրտիդ կդիպչի։ Ես ինքս մի ամբողջ օր ուտում եմ մի հատիկ բադ, իսկ դու ինչ ես ուզում։ Դե սկսեցին կռվել, շատ կռվեցին թե քիչ, վերջը Իվան արքայազնը 12 գլխանուն հաղթեց։ Փորը ճղեց ու աջ կողմում սնդուկը գտավ։ Սնդուկի միջից հանեց նապաստակին, նապաստակից պատիկին, պատիկից ձուն, ձվից սերմը։ Սերմը վերցրեց, կրակ տվեց ու մոտեցրեց բյուրեղյա սարին։ Սարը տեղն ու տեղը հալվեց։ Թագավորի տղա Իվանը իշխանուհուն դուրս բերեց ու տարավ նրա հոր մոտ։ Հայրը շատ ուրախացավ ու թագավորի տղին ասավ. Սրանից հետո դու կլինես իմ փեսան։ Այստեղ էլ սրանք պսակվեցին, հարսանիք արին։ Հարսանիքին ես էլ եմ եղել, մեղր գարեջուր եմ խմել, մուրուքս թրջվել, բայց բերանս բան չի մտել։